Պարոն Աշխարհյան, ինչպես գիտենք, Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները հասցեական մեղադրանքներ են հնչեցնում հոգեվորականների նկատմամբ, մասնավորապես այս մի քանի օրերին Նիկոլ Փաշինյանի թիրախում հայտնվել է Գարեգին II, նրան մեղադրում են կուսակրոնության ուխտը խախտելու մեջ։ Ինչպես եք մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։ Նա այսօր էլ գրառում է կատարել այն մասին, որ եկեղեցին պետք է վերադարձնել Հիսուս Քրիստոսին եւ հայ ժողովրդին, նա այսպես պղծության մեջ է մեղադրում քահանաներին, ինչպես եք վերաբերվում նրա այս հայտարարություններին։ Տեսեք, ես եթե Հիսուս Քրիստոսին վերադարձնենք եկեղեցին, ես քրիստոնյա վայել դասակարգային կարելի ասել մեկնաբանությունով սկսեմ իմ խոսքը, այդ դեպքում առաջինը աչքիդ գերանը հանիր, հետո նոր ուրիշի աչքի ճյուղի մասին մտածիր։ Գիտենք, հիշում ենք բոլորս այդ հատվածը։ Եվ շատ օգտագործում ենք մեր առօրյա խոսակցականի մեջ։ Նախ Նիկոլ Փաշինյանի հիմնական նպատակը ոչ թե Գարեգին II-ն է, այլ հայոց ավանդական արմատները կտրելը։ Սա ես արդեն տեսնում եմ, որովհետև տեսեք, ընտանիք մտավ, ավիրեց ընտանիքը ամբողջությամբ, դպրոցը մտավ, ավիրեցին դպրոցը եւ հիմա անցել են եկեղեցուն։ Բնականաբար սա նաեւ ուղղորդված է դրսից այլ ուժերի մասնակցությամբ, հա, մասնավորապես Ադրբեջանի կամ Թուրքիայի կամ չգիտեմ ինչի, բայց եկեղեցին անսասան կմնա իր տեղում։ Տեսեք, ես երբեք հոգևորականներին այնպես չի, որ այսպես միշտ փարատել եմ, էլի անընդհատ իրենց կողքին եմ եղել, բայց միշտ եղել եմ Հայաստանի Ծառայական եկեղեցու կողքին։ Սրանք տարբեր բաներ են։ Ասենք եկեղեցին այլ է, եկեղեցականը այլ է, բայց մի տեղ, որտեղ դու չես տեղավորվում, այդտեղ պետք չի բզբզալ։ Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը կարծես թե 26 թվականին մտածել է, որ չի կարողացնել նորից վարչապետի իր շագեշտավոր եմ ասում, վարչապետի պաշտոնին, որոշել է կաթողիկոս դառնալ գոնե։ Այսինքն ամեն ինչ անում է, որ Գարեգինին հանե, ինքը եղնի իր տեղը։ Չէ, ընդանուր ազգային դաշտից ելնելով ես մի բան կասեմ ու հավանաբար դա բոլորը կկիսեն, որ մեր եկեղեցին դարեր շարունակ եղել է եւ տերը եւ ծառան ժողովրդի եւ մշտապես առաջնորդել է այդ նույն ժողովրդին դեպի հաղթանակներ, մինչեւ անգամ կայունացման, հա, այս ամենավատ շրջաններում մեր 600-700 տարվա այս անկյունից նայելով, այն որ պետականություն չենք ունեցել, եկեղեցին է իր դերակատարությամբ հանդես եկել եւ կարողացել է հաղթահարել բոլոր տեսակի դժվարությունները ու մոխիրներից կերտելով հասցնել մինչև անգամ առաջին հանրապետության ծագմանը, օրինակ վառ այսպես բան կա, որ ղեկավարները 18 թվականի մոտեցել են վեհապարին եւ ասել են, որ տեղափոխի Էջմիածնից դեպի Սևանա կղզի, որովհետեւ թուրքերը մոտ են, ինքը ասել է, որ ես կնահատակվեմ Էջմիածնի շեմին, բայց չեմ լքի Էջմիածինը։ Այսինքն ուզում եմ ասել, որ վառ օրինակներ կան անհատականապես, սկսած, չգիտեմ, հեռավոր ժամանակներից մինչև մեր օրերը, իր վերաբերմունքը այսօր եկեղեցու եւ եկեղեցականների հանդեպ սա նվազագույնը ստորություն է։ Չի կարելի, նորից եմ ասում, մի բան որտեղ որ դու չես տեղավորվում, այդտեղ չխառնես, որովհետեւ ի վերջո սա ժողովրդի հոգեգան, հա, ապրումների աշխարհի այդ մասից է կախված եւ ամեն անգամ մատդ տնելով այդ վերքի վրա դու անընդհատ փորձում ես փչացնել ժողովրդին, հրահրել, հունից հանել եւ այլն եւ այլն։ Ես չեմ զարմանա, որ վաղը մյուսօր տեղի ունենան նաեւ քաղաքացիական պատերազմներ, եղբայրասպան պատերազմներ։ Սա կարծես թե արդեն նշмарելի է, տեսանելի է, ցավով եմ ասում, բայց հավանաբար պիտի շուտով մենք բոլորս ովքեր որ ասենք արմատական ազգայնականների կողմնակիցներ են,
ինչ որ տարբերանշաններով իրենց հա այսպես վերակարեն ինչ որ բաներ, որպեսզի տարբերվեն մյուսներից ու հանգարց իրենց հիշում եք Զատիկի հետ կապված անընդհատ որ չէ, տոնի ժամանակ հрьяաները իրենց տան վրա կարմիր հա ներկերով խաչ էին անում, որպեսզի այդ պատերազմը իրենց կողքով անցներ եւ ոչ իրենց տաներ, ոչ օդեր։ Հիմա մենք ենք անելու այս բանը։ Իսկապես Նիկոլ Փաշինյան անհատը, չեմ ասում վարչապետը, որովհետև այլևս ինքը սպառեց իրեն վարչապետ պաշտոն զբաղեցնելու դերակատարությունից, Նիկոլ Փաշինյան անհատը հասկացավ մի բան, որ հայ ժողովրդին փչացնելու, վերջնականապես կոտրելու համար մի բան է անհրաժեշտ՝ կպնել նրա հոգևոր արժեքներին։ Ինքը այսօր այդ քայլին գնաց եւ մտածում է, որ պիտի կարողանա հաղթահարել սա եւս։ Ինքը ամեն ինչ հաղթահարեց, եթե հիշում ենք, հա, 18 թվականից սկսած բոլոր տեսակի դատարանների դեմ արգելքները, չգիտեմ, Սահմանադրական դատարանը, այնտեղից պատերազմը 5000, 6000 զոհերով, հետո հողերի հանձնումը, այսինքն բոլորը մարսեց։ Եվ ամեն անգամ մի փորձանք բերելուց անմիջապես հետո մենք անընդհատ մտածում էինք, որ հիմա ժողովուրդը կընդդիմանա, հիմա ժողովուրդը դուրս կգա, հիմա ազգը ոտքի կկանգնի, բայց ցավով պիտի ասեմ, որ ազգը այդպես էլ ոտքի չկանգնեց ու ինքը առիթից օգտվելով, քանի որ արդեն դրա փորձերը ուներ, այլևս եւ ինքը փորձեց այս անգամ կպնել արդեն ավելի այսպես զգայուն հատվածին, հոգու զգայուն հատվածին։ Եվ եթե սա էլ հաջողեց, ուրեմն հայ ժողովուրդը որպես այդպեսին մարդ կոչվելու իրավունք այլևս չունի։ Իսկ ինչպես է գնահատում եկեղեցու արձագանքը, արդյոք համարժեք է այդ արձագանքը Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին, ԿՊԱ-ականների հայտարարություններին։ Տեսեք, եկեղեցին ինքը ռազմական կառույց չէ, եկեղեցին ինքը պաշտպանության նախարարություն չէ, եկեղեցին ինքը չգիտեմ, որևէ մի ուժային կառույց չէ եւ եկեղեցու տված պատասխանը գուցե եւ համարժեք չէ, բայց չափի մեջ է։ Այսինքն ինչ պետք է ասեին հոգեվորականները։ Այո, մնում էր մենակ մի բան, որ զանգերը խփեին եւ ժողովրդին ոտքի հանեին, բայց նորից եմ ասում, մենք այսօր մեր հայ ժողովուրդը այդքան ուժեղ չէ, որպեսզի եկեղեցու զանգին անսա, ցավոք սրտի։ Իսկապես մեզ այսօր պետք են ամբողջությամբ մի նոր, այսպես մի նոր ասելիքով հասարակություն, որ գալու է եւ իր խոսքը վճռական տեղավորի այս կոնտեքստի մեջ ընդհանուր, բայց մենք այսօր չունենք դեռ այդ հասարակությունը։ Այո, նորից եմ ասում, համարժեք չէր, բայց հավասարազոր էր ինչ-որ բանի, այսինքն եկեղեցին ավել բան չէր կարող անել։ Հիմա մնացածը արդեն եկեղեցու հավատավոր զավակները, եկեղեցու հավատացյալները, ընդանուր հոտը ինքը պիտի որոշեր այլևս, ոչ թե եկեղեցին իրեն նարեց։ Բայց թե հիմա ինչքանով կստացվի այ արդեն իր զավակների մոտ, այս ամեն ինչին ընդդիմանալը, դա ցույց կտա ժամանակը։ Կարծում եմ, որ մենք այսօր շատ անելիք ունենք եւ իսկապես սպասում ենք որևէ մի արձագանքի, որպեսզի կարողանանք կողմնորոշվել, կենտրոնանալ, հասկանալ, այսպես մղվել գործի։ Լիքը անելիք կա այս հարցով, ու ընդհանրապես բոլոր հարցերում, բայց մոտավորապես մի 30, 40, 50 տարի, որ ազգային դիմակիցը պատրվելուց հետո մենք այդքան տարի դեռ ժամանակ պիտի շահենք, որպեսզի կարողանանք նորից իմի բերել այս կոտրված, փչացած, պատրված իրավիճակը, չգիտեմ, սարսափելի է, բայց ամեն դեպքում պիտի կարողանանք մենք ինքներս կարգավորվել, մենք ինքներս կարողանանք կազմակերպել եւ միահամուռ կերպով այս ապերախտ իշխանությանը, ապիկար իշխանությանը հեռացնել իրենց զբաղեցրած պաշտոններից։